Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցել փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվով պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։ Դիմավորման արարողությունից հետո տեղի ունեցել Անիլ Չաուհանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը, որին ներկա է եղել նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլաշկի Սահասինհը։ Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների գործակցության ընթացիկ մակարդակը պաշտպանական բնագավառում, ընդգծելով ծրագրերի կանոնավոր իրականացման կարևորությունը։ Գեներալ Չաուհանն իր հերթին հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատասխանատվությունը շարունակելու գործակցությունը առկա ուղղություններով և նախաձեռնելու նոր ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր։ Ի դեպ, միջազգային աղբյուրների տվյալներով Հայաստանը ներկայումս Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին Հնդկաստանի պաշտպանական արտադրանքի 3 խոշորագույն ներմուծողներից մեկն է։ Ավելի վաղ հնդկական ԱՆԻ գործակալությունը, իսկ այնուհետև նաև The Times of India-ն հաղորդել էին, որ Հայաստանն է առաքվել պինակը համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների առաջին խմբաքանակը։ Այս գործընթացը պաշտոնապես մեկնարկել է Հնդկաստանի Նագվուր քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է եղել նաև երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը։ Վերջինս հայտարարել է, որ Հայաստան զենք առաքումը շրջադարձային փուլ է Հնդկաստանի ռազմարդյունաբերության համալիրի համար միջազգային շուկաներում դիրքավորվելու տեսանկյունից։ Նշվում է, որ Solar Defense and Aerospace Limits ընկերության արտադրած կառավարվող հրթիռների առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 70 կիլոմետր, իսկ մատակարարումներն իրականացվել են 2023-24 թվականներից սկսած։ Միաժամանակ The Economics Times-ի հաղորդմամբ առաջիկա ամիսներին Հայաստանը նախատեսում է Հնդկաստանից ձեռք բերել նաև 155 մմ տրամաչափի տրաջան քարշակային հաուբիցների խմբաքանակ։ Այս զինատեսակներն արտադրում են Larsen & Toubro կոնցեռնի կողմից ֆրանսիական լիցենզիայով և ունեն մինչև 39 կիլոմետր խորացման հեռահարություն։ Գործարքի վերաբերյալ Երևանն ու Դելին պաշտոնական հաղորդագրություն դեռ չեն տարածել։ Ռազմատեխնիկական գործակցությանը զուգահեռ քաղաքական դաշտում ևս նկատվում է երկկողմ հարաբերությունների խորացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորելով իր գործընկեր Նարենդա Մոդիին ընդգծել էր, որ համատեղ ջանքերով հնարավոր է հայ-հնդկական քաղաքական երկխոսությունն ու գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի ի նպաստ երկու ժողովուրդների։ Նույն տրամաբանությամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ոլորտներում առաջ մղել նոր հավակնոտ նախաձեռնություններ և հարաբերություններին տալ նոր որակ։ Հնդկաստանի արտաքին քաղաքական ակտիվությունը վերջին օրերին հատկապես ընդգծվում է Եվրամիության հետ ձեռք բերված պատմական համաձայնագրի ֆոնին։ Reuters գործակալության հաղորդմամբ Դելին և Բրյուսելը վերջնականապես համաձայնեցրել են ազատ առևտրի պայմանագիրը, որը շուրջ 2 տասնամյակ տևած բանակցությունների արդյունք է։ Նարենդա Մոդին այդ որակել է որպես բոլոր գործարքների մայր, ընդգծելով, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կբացի Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության և Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների համար։ Բացի առևտրից, Եվրամիությունը և Հնդկաստանը մտադիր են խորացնելու նաև ռազմատեխնիկական գործակցությունը։ Reuters-ի մոտ հայտնված փաստաթղթերի համաձայն կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում խորհրդակցությունների անցկացում, այդ թվում Հնդկաստանի հնարավոր ներգրավումը Եվրամիության պաշտպանական նախաձեռնություններում։ Այս համաձայնագրի վերաբերյալ օրեր առաջ խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով. «ԵՄ-Հնդկաստան համաձայնագիրն ուղղակի առնչություն ունի նաև Հարավային Կովկասի հետ։ Նրա խոսքով տարածաշրջանի տարանցիկ նշանակությունն էականորեն աճում է, հատկապես խաղաղության խաչմերուկ և այլ միջազգային նախագծերի շրջանակում»։ Վարչապետը շեշտել է, որ որքան արագ գտնվեն գործակցության գործնական ձևաչափեր Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, այնքան շահեկան կլինի դա ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրամիության և Հնդկաստանի համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։